Հոկտեմբերից ռոբոտաշինության, 3D մոդելավորման, անիմացիայի ու այլ նորարար ոլորտների շունչը կզգացվի նաև Ստեփանակերտում։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հասել է Լեռնային Ղարաբաղ։ Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ ծնված Ստեփանակերտի Թումոն բացվեց սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրը։ Բացման ուղղությամբ առաջին քայլը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է արել։ Թումոյի գործադիր տնօրեն Մարիլու Փափազյանը Civilnet-ին պատմեց, թե ինչ ակնկալիքներ ունեն կենտրոնից։ Առիթները ստեղծել, որպեսզի ուժեղ եւ հարաճադեմ եւ ինքնավստահ մարդուժը ստեղծենք Ղարաբաղի մեջ, որ Ղարաբաղը ավելի կզարգացնե եւ փայլունաբակակ ապահովե։ Այս տարիքի համար 12-ին 18-ը շատ ճիշտ է լայն հորիզոններ բանալ, շատ հնարավորություններ տալ եւ հետո տեսնել, որ իրենք ինքնաբերաբար որ ուղղությամբ կերտան իրենց ընդրությունն է, ճիշտը իրենց տալ բազմաթիվ ուղղություններ։ Ստեփանակերտի Թումոն մեծությամբ հավասար է Գյումրիի Թումոյին եւ նախատեսված է 500-ից 1000 ուսանողի համար։ Իր հագեցվածությամբ ու կահավորմամբ այն մյուս կենտրոններին չի զիջում։ Կրթական ծրագիրը ամենտեղ նույնն է եւ դա ամենակարևորն է։ Այսինքն չնայած նրան, որ Դիլիջանում 350 ուսանող են, Երևանում 6000 եւ այստեղ կլինեն 50000 եւ 1000-ից ավելի, այդ 350-ից 1000-ից եւ 6000-ից յուրաքանչյուր ուսանող ստանում է նույն կրթությունը եւ նույն գործիքները իր պոտենցիալը իրականացնելու համար։ Թումոյի գործադիր տնօրենն ասում է, որ փորձելու են անել ամեն ինչ Ստեփանակերտում փորձված մասնագետներ բերելու համար։ Մենք ուզում ենք անպայմանորեն մասնակիցներ բերել եւ միշտ նոր արույն, նոր շունչ, նոր գիտելիքներ բերել եւ ես չեմ կարծել, որ ճիշտ կլա դեղացի ոչ թե դեմենք, որ դեղացիները դասավանդեն, բայց եթե գար արդեն դեղական ուժեր, արդեն մեր պետքը չէր լա։ Մենք ուզում ենք անպայմանորեն թե Երևանեն թե դրսից միշտ մարդուժ բերել եւ անընդհատ ինչ որ Երևանի մեջ ենք անում, քոնե մեծ ամասնությամբ այստեղալ գրգնվի եւ նույն ցևով ընդրություններ տրվի երիտասարդներուն եւ արիտներ դրվին։ Ստեփանակերտի Թումոն տեղակայված է քաղաքի կենտրոնում գտնվող վերանորոգված յուրօրինակ շենքում։ Կենտրոնն ունենալու է փոքր կինոթատրոն, իսկ այս պահին կան 3 բաց հարթակներ, որտեղ ուսանողները կարող են միասին աշխատել, իսկ 3 այլ սենյակներ նախատեսված են դասընթացների համար։ Օրինակ սա արդեն որոշված է, որ լինելու է ռոբոտաշինության դասընթացի սենյակը, այստեղ արդեն կարող եք տեսնել Lego քիթերը, որոնց հիման վրա հավաքվում են մեր ռոբոտները։ Տվյալ ռոբոտը ինքը պետք է գնա այնքան, մինչև իր դիմաց որևէ արգելք կհայտնաբերի, արգելքը այնուհետև զավթում է եւ տանում է հետ։ Թումոյի ուսումնական ծրագիրն ուղղված է 4 հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման եւ խաղերի ստեղծման հիմունքներ։ Թումոյում սովորելը լիովին անվճար է։ Թումո կենտրոնը Երևանում գործում է 2011-ից, իսկ 2013-ից Թումոն գործում է նաև Դիլիջանում, այս տարվա մայիսից Գյումրիում։ Արտակ Համբարձումյան, Հակոբ Մանուկյան, Civilnet։